իրականությունը, որը մենք կանք Աստծո լույսի մեջ, որ ոչ մի բան չի կարա թաքնվի։ Եվ դրա համար Աստված ուզում է մեզ կանչի իր լույսի մեջ եւ ասի, այո, ես ուզում եմ դու գաս, որ դու մահանաս քո համար, որ ես կենթանի լինեմ քեզ համար։ Ու քո մեջ, որ քեզանով ես Երևան։ Որ քո ծառայությունով ես Երևան, ոչ թե դու Երևան, այլ ես Երևան, որ քո ընթացքը ես Երևան։ Ու այդ ժամանակ ես ժողովուրդը հետ կանգնես, գիտեք ինչի, որտեղ սիրում էին իրանց չար գործերը։ Սիրում էին իրանց մեղավոր կյանքը, ուզում էին ունենան մեղքը, բայց Աստծուն էլ ունենային իրանց կյանքում։ Բայց Աստված չի համատեղում մեղքի հետ, երբեք։ Նա չի համակերպվի, նա թույլ չի տա, որ իր տաճարում մեղքը իր հետ նույն տեղում ներկա լինի։ Ես նա ինչ անելու, նա սպառելու է, նա վառելու է, նա քանդելու է մեղքը մեր կյանքերի մեջից, այնքան միջև որ հաստատվի իր գահը ամբողջությամբ մեր ներսում։ Դրա համար այսօր սիրելիս մի օր է, կամ մենք կմտնենք ամբողջությամբ ու կասենք Տեր, ինձ չի հետաքրքրում աշխարհը, կարծիքները, ինձ չի հետաքրքրում ոչ մեկի հայացքները, ինձ չի հետաքրքրում իմ կողքինը, ընդհանրապես ինչ կմտածի իմ մասին, ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, որ մեկը կնայի կասի, լսի, աստորեն դու էլ հա կոտրվար, հա կոտրվար, ավել լավ է կոտրվես, որտեղ Աստված կոտրվածների հետ է, քանց թե կանգնես, և մի օր քո դագոնը վայրն կնի Աստծո տապանակի առաջ և ջարդվի։